Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայաստան Դաշինքի անդամ, Հայաստան Դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Նազարյանի հետ, Տիկին Նազարյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Նազարյան, այսօր իրավապահների գործողությունները ընդդիմադիրների հանդեպ շարունակվում են, այսօր իմացանք, որ ձերբակալվել է Հայաքվեից Ավետիք Չալաբյանը, խուզարկություններ են իրականացվել եւ նաեւ նրան արդեն մեղադրանք է առաջադրվել փաստորեն ընտրողների կամքին խոչընդոտելու նախապատրաստության համար։ Երեք խուզարկություններ էին իրականացվում նաև Իշխան Սաղաթելյանի տանը, աշխատավայրում եւ այո, բոլոր գրեթե նրա հետ կապված վայրերում։ Ինչով են պայմանավորված իրավապահների այս գործողությունները հետընտրական շրջանում։ Կարծում եմ, որ գլխավոր պատճառը նա է, որ իշխանությունը չի ստացել այն, ինչ ուզել է, եւ հիմա, քանի որ բազում դիմումներ են եղել սահմանադրական դատարան եւ այնտեղ քննություններ լինելու, ինձ թվում է այս ճնշումները, որոնք որ նոր չեն, իրենք շատ վաղուց են տարածված եւ նախընտրական եւ քարոզարշավի ժամանակ եւ այն բոլոր սպառնալիքները, որը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը եւ հիմա հետընտրական շրջանում, որը որ դեռ, այսպես ասած, չի ստացել իր հանգուցալուծումը, ընտրական արշավը, ընտրության արդյունքները դեռ չկան, ինձ թվում է դրանով է պայմանավորված, որպեսզի վախ տարածվի, որպեսզի սարսափ տարածվի, որպեսզի շատ շատերը գուցե այն ուժերից, որոնք կարող էին եւս դիմել սահմանադրական դատարան, դա չանեն, եւ այլը, տարածել այդ վախը, սարսափը, ցույց տալ, որ ամենակարող են, ինչ այդպես չէ, բայց ամենայնպես կարծում եմ դրանում է պատճառը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա իրեն հաղթած չի զգում, եթե դեռ փորձում է պայքարել ընդդիմության հետ։ Իհարկե չի զգում, որովհետև չի կարող զգալ, քանի որ չի ստացել այն մեծամասնությունը, որը որ ինքը պատկերացնում էր եւ ցանկանում էր, եւ դա ակնհայտ է։ Եվ այն խախտումները, որոնք եղել են ընտրությունների ժամանակ, ես կարծում եմ դա ակնհայտ է եւ բոլոր ընդդիմադիր կարևոր ուժերը, որոնք որ կարող ուժեր, այսպես ասած, որոնք որ հաղթահարել են շեմը, դիմել են այդ հայցադիմումներով սկզբից ԿՀ, հիմա արդեն սահմանադրական դատարան եւ իհարկե այն ակնհայտ ամբռնազբոս կասեի գործողությունները, որոնք արվել են ԲՀԿ-ի դիմաց։ Դա փաստ է եւ ինչու են արվել, եթե այդ անհրաժեշտությունը չկար, եթե ինքը հաղթած է, եթե ամեն ինչ նորմալ է, ապա ինչով է պայմանավորված այս ամեն ինչը։ Այդ վախը տարածելը բոլորի վերաբերյալ եւ Գայք Ծառուկյանի սեպտը փակել, այսինքն թույլ չտալ, որ Հայաստանը լքի եւ բիզնեսների վերաբերյալ եւ իհարկե Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ այն ինչ որ իրենք արեցին, թույլ չտալ Հայաստանը լքել, ինչ որ շինծու պատմությունով, ընդ որում նախապես նախագահի գրասենյակը դրա մասին զգուշացրել էր, որ նախագահան 3 օրով լքելու է Հայաստանը, որ վաղուց պլանավորված այց է, ուղղակի հետաձգվել է, որովհետև նախագահան ամենօրյա ռեժիմով եղել է նախընտրական քարոզարշավի մասնակից եւ դա սարքել այդպիսի պատմություն, հետո դրան փորձել ինչ-որ հիմքեր տալ, ինչ-որ վաղեմության, ինչ-որ ժամկետ անցած, ինչ-որ պատմություն հորինել, այո, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ոչինչ էլ չկա, ուղղակի ինչ-որ թուղթ էր պետք, որ պարկեր այդ որոշման տակ, եւ այդ որոշումը կայացվեց, գիտեք, բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանը այդ որոշումը ԿՀ-ի Դե այս ամեն ինչը միասին դա այն Նիկոլ Փաշինյանի վախերն են, որ հանգարց թույլ չտա, որ ինչ որ մի շարժում ձևավորվի, որը որ արդար պահանջը կլինի ժողովրդի, վախեցնել, ասել, որ բոլորը կաշառք են ստացել, 70 սկզբից բոլորն են ստացել, հետո 70%-ն են ստացել, հիմա կարող է մյուս անգամ ասի 50%-ը, դե մենք գիտենք, որ չկա ոչ մի վերջնական որոշում, դա ամորֆ մի հատ ինչ որ ամբողջ խոսույթը Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն ամորֆ ինչ որ բաներ են կարող են փոփոխվել, միակ բանը, որը չի փոփոխվում, դա Ադրբեջանի ցանկությունների կատարումն է։
Ադրբեջանին դեռ կանդրադառնանք, հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, բոլորին նստեցնելու եմ բանտ, կուսակցությունները փակելու եմ, ինչեւ որ կարող են հասնել այս ռեպրեսիաները։ Այսինքն խոսքը գնում է նույնիսկ նրա մասին, որ հետագայում երբ լինեն ընտրություններ, ու իդեպ, չգիտեմ, ձեր տեսակետը, գուցե հնարավոր է նաև արտահերթ ընտրությունների իշխանությունը պատրաստում, հիմա նաև կլսենք ձեր տեսակետը, բայց հնարավոր է, որ օրինակ ձեր կուսակցությանը դաշինքին, այլ կուսակցությունների նույնիսկ թույլ չտան մասնակցել այդ ընտրություններին։ Հնարավոր է եւ դա արդեն նշмарվում էր այս ընտրությունների ժամանակ մենք տեսնում էինք բոլոր այն ձայնագրությունները, որոնք որ շատ հաճախ նման էին ինչ որ բեմադրության, լսում էինք եւ իհարկե զվարճանում էինք այդ բեմադրություններով, բայց պարզվում է, որ դա ուղղակի զվարճանք չէր, դա նախերգանքներ այն բռնաճնշումների, որը փորձելու է Նիկոլ Փաշինյանը իրականացնել, մեր այսպես ասած միջազգային հանրությունը, մեր Հայաստանում գտնվող դեսպանները, ես կարծում եմ պետք է արձագանքեն այդ ամենին, որովհետև այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ միայն խոսքերի մակարդակի վրա, դա ամբողջությամբ հակասում է եվրոպական արժեքների, դեմոկրատիայի, դեմոկրասիի հանդեպ եւ կարծում եմ, որ իրենց մոտեցումը պետք է արտահայտեն, որովհետև գիտեք, ընտրություններից հետո չստանալով այն արդյունքը, որը ինքը ակնկալում էր, որ կունենա սահմանադրական մեծամասնություն, հետագայում կվերցնեն մանդատները, չեն վերցնի մանդատները, արդեն էական չէր լինի, հա։ Եվ այդ ամեն ինչը քաղաքակիրթ, այսպես ասած, եվրոպական աշխարհի աչքերի առջև է կատարվում։ Նույնիսկ իրենց դիտորդները նշեցին, որ ինչ որ այն չի կատարվում Հայաստանում եւ կան խախտումներ, կան ճնշումներ։ Ես ինձ հետաքրքիր է հիմա ինչպես կորակավորեն այն խոսույթները, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է հայ ժողովրդի հանդեպ, այն ժողովրդի, որը գնացել է մասնակցել ընտրություններին եւ իրավունք է ունեցել իր ձայնը հասցնելու մինչև քվեատուփ եւ ասելու, որ մենք չենք ընդունում Նիկոլ Փաշինյան, մենք մերժում ենք նրա քաղաքականությունը եւ այդ մարդկանց անվանել ընտրակաշառք ստացողներ կամ ինչ որ մի բան։ Ես կարծում եմ, որ այո, մեր հարգելի գործընկեր երկրների, որոնք ունեն Հայաստանում դեսպանատներ, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչու՞ չէ ԱՄՆ-ի բոլորն էլ պետք է արձագանքեն, որովհետև սա էլի կրկնեմ դեմոկրատիայի հակապատկերն է։ Դուք ակնկալիքներ ունեք, օրինակ եվրոպացի պաշտոնյաներից, դուք ասում եք հիմա տեսնենք ինչպես կարձագանքեն, իսկ նրանք ասում են մենք շտապելու ենք գանք Հայաստան, թեև Ադրբեջանի հետ այցի շրջանակում են Հայաստան գալու, բայց գանք եւ Հայաստանը, այո, գանք Հայաստանը պաշտպանենք Ռուսաստանի ճնշումներից, այսինքն նրանց գնահատմամբ Ռուսաստանն է այստեղ ազդում ընտրողների կամքի վրա եւ իրենք գալիս են հենց պաշտպանելու այն ժողովրդավարությունը, որը բերել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այդ նույն երկրները գնացին, օրինակ, չգիտեմ, Վենեսուելա պաշտպանելու ժողովրդի ընտրությունը։ Ինձ թվում է չգնացին, չէ, որովհետև ԱՄՆ-ի կատարած ինչ որ քայլերի հանդեպ իրենք չեն համարձակվում, թե դա երկակի ստանդարտներ են, մի դեպքում եթե ԱՄՆ-ն է կիրառում սանկցիաներ, ուրեմն դա նորմալ է, կարելի է, ընդունելի է, ինչու՞ չէ, եւ Չինաստանի դեմ եւ շատ երկրների։ Բայց եթե դա Ռուսաստանն է սանկցիաներ կիրառում, այդ դեպքում չի կարելի։ Գիտեք, ինչ մենք հիմա այնքան ակնհայտ տեսնում ենք այդ երկակի ստանդարտների արտահայտումը, ես երկար տարիներ միշտ ինչ որ տեսնելով այն քայլերը իշխանությունների, որոնք բերում են հակասում են ժողովրդավարության գաղափարներին, ես միշտ գրառումներ եմ կատարել Facebook-ում, նշել եմ այդ երկրի դեսպաններին եւ հարցեր եմ ուղղել. արդյոք ձեր երկրի քաղաքացիները, որոնք ընկալում են իրենց երկիրը Եվրոմիությունը ընդհանրապես որպես քաղաքակիրթ ժողովրդավարության առաջատարներ ամբողջ աշխարհում, իրենք պատկերացնում են դուք ինչին եք աջակցում։ Իրենք հասկանում են դուք ինչին եք աջակցում։ Այսինքն մարդը կարող է ասել կսպանեմ, կոչնչացնեմ, դուք գալիս եք իրեն
ինչ որ մի ձև էլ չէ, շատ ուժեղ ձև աջակցում եք, դա ընդունելի է ձեր ժողովուրդների համար, որոնք իրենց երկրները համարում են առաջատար ժողովրդավարական երկրներ։ Չէ՞ որ դուք պատասխանատու եք առաջին հերթին ձեր երկրի, ձեր ժողովրդի առջև, եւ ձեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի, որ Հայաստանում դուք աջակցում եք այն մարդուն, այն ուժին, որը որ ամբողջովին իրականացնում է դասական գրքերում նկարագրած բռնաճնշումներ տոտալիտար ռեժիմի արտահայտում։ Որքանով է դա ճիշտ։ Ես կարծում եմ, որ այո գալու են, այո աջակցելու են, որովհետև Հայաստանը, ինչպես մի քանի տարի առաջ Մակրոնը ասել էր, բուֆերային Ռուսաստանի Արբանյակը, որը փրկել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց դրանից առաջ էլ ասեց, մենք Հայաստանը դիտարկում ենք որպես բուֆերային գոտի Ռուսաստանի եւ աշխարհի միջև։ Այսինքն մենք արդեն մի բուֆերային գոտու ճակատագիր տեսել ենք եւ գիտենք ինչ է կատարվում Ուկրաինայում եւ Հայաստանը վերածել երկրորդ, այսպես ասած, բուֆերային գոտու, երևի առաջի հերթին դա հենց Հայաստանի ինքնիշխանության դեմ է։ Հենց Հայաստանի ինքնիշխանության դեմ է, երբ որ քեզ դիտարկում է որպես բուֆերային գոտի ինչ որ մի այլ պետության հանդեպ։ Բայց սրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանություններն ասում են, մենք չենք պատրաստվում կորցնել մեր ինքնիշխանությունը, մենք չենք պատրաստվում դառնալ գործիք, օրինակ Ռուսաստանի դեմ, եւ մենք փորձելու ենք կարգավորել բոլոր խնդիրները, մեր հարաբերությունները։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ նա գնալու է Ռուսաստան, որ նա վարելու է բալանսավորված քաղաքականություն։ Դուք չեք տեսնում նրա այս բոլոր միտումները։ Ես տեսնում եմ, նույնիսկ մենք տեսանք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որքանով օգտագործվեց, որ Ռուսաստանը մեծ երկիր է, մի հատ ժողովուրդ եկեք հասկանանք այս տրամաբանության մեջ խոսքերը, որը նա ասում էր քարոզարշավի ժամանակ, այսինքն մենք չկանք այդքան որ ինչ որ իրանց դեմ, ինչ որ պատերազմ տանենք կամ ինչ որ մի բան անենք, բայց փաստացի քայլերը եւ խոսքերը իրար հակասում են։ Եվ մենք տեսնում ենք, որ այն քայլերը, որը որ Նիկոլ Փաշինյանը նույն այդ շրջանում նախաձեռնեց, այսինքն Հայաստան հրավիրել Ուկրաինայի նախագահին, թույլ տալ այն հայտարարությունները, որոնք որ Զելենսկին այստեղից կատարեց, դա ընդունելի չի Ռուսաստանի համար եւ դա նորմալ է։ Հիմա իդեպ շարունակվում է, օրինակ գնում է Լեհաստան, մասնակցելու հենց Ուկրաինայի վերականգնման ուղղված միջոցառմանը։ Այո։ Սա նույնպես Ռուսաստանի կողմից արդեն ակնհայտ է, որ դիտարկվել է որևէ թշնամական գործողություն իրենց քայլեր են տենց եղել, որ բայց ասենք նույն գագաթնաժողովի ժամանակ դուրս է գալիս Ալիևը եւ անում է հայտարարություն, որի դիմաց ոչ մի պատասխան չի ստացվում մեր երկրից։ Այ դա նորմալ չի։ Այ դա նորմալ չի, որ մեր երկրի փաստացի ղեկավարը նստած է եւ իր արժեվ անրվում են հայտարարություններ, որոնք անընդունելի են հայ ժողովրդի համար, բայց ոչ մի արձագանք չկա։ Իսկ Ռուսաստանը արձագանքում է այն խոսույթներին, որոնք իր դեմ են եւ այսպես ասած իր ստրատեգիչեսկի սայուզնիկ, այլ ոչ ուղակի գործընկեր, այլ դաշնակից երկրում այդ հայտարարությունները արվում են եւ դա բնական է եւ նորմալ է։ Թե Հայաստանը ինչպես գիտեք, կներեք անդրադառնամ ձեր հենց հարցին ինքնիշխանության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք ընկալելու, թե ինչ է ինքնիշխանությունը եւ ինչպես է այն պաշտպանվում։ Երբ որ դու քո սեփական աթոռը պաշտպանելու, պահպանելու համար երկիրը վտանգում ես, դա չի կոչվում ինքնիշխանության պաշտպանություն։ Ինչի համար էր պետք լարել հարաբերությունները, ոչ մի պատասխան մենք չունենք, ճիշտ է։ Իրենք ասում էին, այ ընտրությունները հենց ավարտվի, ամեն ինչ տեղն է ընկնելու։ Այո, կգնամ Ռուսաստան, հիմա էլ ասում եք, կգնամ ԵԱՏՄ-ի նիստին կմասնակցեմ։ Բայց այնտեղից ասում են դեռ չկա որևէ պլանավորված այց, մենք դեռ չենք սպասում Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև դա ուղղակի ցանկություն չի, երկրի ղեկավարը հենց այնպես չի գնում մի երկիր դուրը թակում եւ ասում բարև ձեզ, ես եկել եմ։ Դրա համար գոյություն ունեն երկկողմանի հարաբերություններ, պայմանավորվածություններ եւ եթե քեզ այդ երկրում
չեն սպասում, շատ անգամ ավելի վատ է, որ դու մեր երկիրը այդ աստիճան նսեմացնես մեր ժողովրդին, ինքնական վեր կանաս գնաս ինչ-որ մի երկիր, կապ չունի, դա Ռուսաստանը կլինի, Ֆրանսիան կլինի, ԱՄՆ-ն կլինի, գնաս դուռը թակես, բարև ձեզ, եկել եմ ինձ կընդունեք, իմ հետ կխոսեք, դա անընդունելի է։ Դա նսեմացնում է մեր արժանապատվությունը։ Հիմա սրա վնասը կրում է սովորական քաղաքացին։ Հիմա սովորական քաղաքացին մենք տեսնում ենք, մարդկանց բերքը չի արտահանվում, մարդիկ իրենց աճեցրած բերքը թափում են, վարկեր են վերցրել, գյուղատնտեսական չեն կարողանում փակել, իրենց այդ տնտեսությունները, բիզնեսները փորձում են վաճառել, որպեսզի կարողանան դա փակել։ Հիմա Եվրոպան մեզ կօգնի այս բոլորը։ Մենք տեսանք, նախընտրական շրջանում օգնություն եղավ Եվրոպայից, խոսքս գումարային օգնության մասին է, հետընտրական շրջանում նորից որոշակի օգնություն խոստացան, բայց այս օգնությունները, որոնք այսպես միանվագ ժամանակաժամանակ տրամադրվում են, օգնելու են մեր գյուղացիներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց տնտեսությունը։ Օրինակի վրա Հայաստանը տարեկան արտահանում է ըստ արհեստական բանականության տվյալների, հա, վերամշակելով տարեկան արտահանում է Ռուսաստան 92 թե 98 միլիոն հատիկ ծաղիկ։ Եվ փակում է այդ ճանապարհը եւ ասում է, որ այլևս չենք ընդունում։ Դրա գումարը մոտ 42 միլիոն դոլար է տարեկան շրջանառությունը միայն ծաղկի մասին է խոսքը։ Եվ նախընտրական շրջանում ինչ որ մի երկիր, մասամբ Լատվիան, ընդունում է Հայաստանից 10,000 ծաղիկ։ Եվ դա ներկայացվում է հանրությանը որպես հաղթանակ, որպես մի ցնցող, մի աներևակայելի ձեռքբերում։ Բայց որտեղ 92 միլիոնը եւ որտեղ 10,000 հատիկը։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ օգնությունն էլ միտված է նրան, որ Նիկոլ Փաշինյանի իմիջը շատ չվնասվի, որ ինչ որ մի ձև մենք օգնում ենք, բայց ինչքան է դա տևելու։ Ինչքան է դա տևելու։ Հիմա մեր ապրանքները չեն կարող գրավել եվրոպական շուկաները։ Իհարկե չեն կարող։ Դրա համար շատ երկար ժամանակ է պետք, դրա համար համապատասխանատվություն է պետք։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, որ ընտրություններից հետո այդ հարցերը լուծելու է, բոլոր հարցերը տեղն են ընկնելու, Գևորգ Պապոյանն էր հայտարարում, որ ամսի 8-ից սա իր տեղն է ընկնելու, մանր-մունր խնդիրներ են։ Ես հասկանում եմ, որ իրենց համար այն մարդու կյանքի գործը մանր-մունր խնդիր է, լուրջ խնդիր չէ, բայց դա չէ, որ դա այդ ծաղիկ աճացնողի, ծիրան աճացնողի, մեր ամբողջ գյուղատնտեսության համար դա լրջանկուն խնդիր է եւ կանգնել ասել դա մանր-մունր խնդիրներ են, որոնք մենք կլուծենք, դա առնվազն հեգնանք է։ Բայց լավ, ենթադրենք մանր-մունր էին, բայց ինչու՞ չեք լուծում եւ հիմա էլ ասում եք պետքա հարմարվեք նոր շուկաներին։ Պետքա հարմարվեք նոր շուկաներին։ Իսկ պետքա հարմարվեկի համար շատ լուրջ գործընթաց է անհրաժեշտ։ Արդյոք հայ արտադրողը պատրաստ է նոր վարկերի տակ մտնել, փորձել համապատասխանեցնել իր արտադրանքը եվրոպական ստանդարտներին, որովհետև եթե նույնիսկ այս տարի նրանք աճ փակեն, ինչ որ միտեղ կասեն, լավ, բերեք, արտահանեք, մեզ մոտ օրինակ երեք ինչ որ թվեր հրապարակեցին 300 տոննա ծիրանի մասին, 3 օրում 3 տոննա, 300 տոննա բայց դրեցին մասնագետները եւ համեմատեցին նույն շրջանում անցյալ տարի 1080 տոննա է արտահանվել։ Դա անհամեմատ է։ Դա 60%-ի անկում է։ Եվ դա շուկայի լրջագույն խնդիր է, որը դու իրավունք չունես ժողովրդին խոստանաս, ասես հունիսի 8-ից ամբողջ խնդիրները կլուծվեն եւ հունիսի 8-ից ասես հարմարվեք։ Նոր շուկաներին։ Հիմա նաև անդրադառնանք այլ խնդիրներին։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ խաղաղություն է բերելու, ասում էր, երբ ինձ ընտրեք, խաղաղություն կլինի, եթե ընտրեք ընդդիմությանը, կլինի պատերազմ։ Սա հստակ գիտենք։ Հիմա բերում են Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղությունը, որովհետև ընտրությունների հենց հաջորդ օրը իշխանականները բոլորը այսպես տեսաուղերձներով հեգնում էին ընդդիմությանը, ասելով, բա ուր են ձեր ասած 300,000 ադրբեջանցիները, բա ինչու դեռ չեն եկել, բայց
այս օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նորից սկսեց ոչ միայն խոսույթը ակտիվացնել, այլ բոլոր միջոցառումները Նախիջևանում, Ադրբեջանում, հիմա նաև ԱՄՆ կոնգրեսում է տեղի ունենալու համաժողով նվիրված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման, ընդհանուր մինչև ձևակերպում են էթնիկ զտում, որ իբրև թե հայ ժողովուրդը իրականացրել է նրանց նկատմամբ։ Հիմա այս բոլորը հեգնանքի արժանի թեմաներ են, այսինքն սրանք իրականություն չեն, սրանք մենք պետք է անտեսենք եւ այստեղ մենք մտածենք, որ իսկապես Ադրբեջանը պատրաստ է խաղաղության։ Չգիտեմ կհիշեք թե չէ, մի ԱԳՆ փոխնախարար կա, որը ժամանակին հեգնում էր Շուշիում նկարահանվելով Վահան Կոստանյանը, այո, եւ ասում էր եկել ենք հանձնելու։ Բերել եմ ցույց տամ ինչ ենք հանձնելու, եկել ենք հեգնում էր։ Ճիշտ է։ Բայց մենք տեսանք, չէ՞, ինչ եղավ։ Հեգնեց, բայց դա դառավ իրականություն։ Հիմա իրենք հեգնում են, որ չեն գալու, բայց մարդիկ հետևողական, շատ հետևողական բոլոր օղակների վրա էլ չգիտեմ հասարակական կազմակերպությունների մակարդակի վրա, էլ падգամավորների մակարդակի վրա, էլ փոխնախարարների մակարդակի վրա, նախարարների մակարդակի վրա, իրենք բոլոր օղակներով, այսպես ասած, բոլոր աստիճաններում այդ թեզը պնդում են։ Եվ որքան էլ որ մենք աչքերներս փակենք, ասենք, չէ, այդպես բան չկա, բայց դա կա։ Եվ դրա համար արվում են քայլեր նաև միջազգային ասպարեզում։ Հիմա նայեք, իրենք ընդդիմությանը ասում են դուք ադրբեջանական թեզերը բերում եք այստեղ։ Դուք Ադրբեջանի, այսպես ասած, իրենց մեկնաբանությամբ դեսպաններն եք, նրանց այս վախի մթնոլորտը, որ ուզում են տարածել, բերում եք Հայաստան։ Հիմա ստացվում է, որ Ադրբեջանը բոլոր միջոցառումները կազմակերպել միայն սեփական ներքին լսարանի համար եւ դա իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունը չէ։ Գիտեք, դա իրավունք կունենար ասել ինչ որ մեկ ուրիշը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը, որը կասկածի տակ դրեց մեր ցեղասպանության զոհերի քանակը, հա? Երբ ասում դեռ պետք է պարզենք, հա? Ինչը պետք է պարզենք։ Բայց ում խոսույթն եք դուք բերում, Ինչի մասին եք խոսում։ Դեռ պետք է պարզենք այդ զոհերը ոնց են եղել, ինչ պայմաններում են եղել, ինչու են եղել, հա? Այսինքն դա ամբողջովին թուրքական պրոպագանդայի նարատիվ էր, որը Նիկոլ Փաշինյանը բերեց նետեց դաշտ։ Եթե դու խոսում ես վտանգի մասին, դա նարատիվ չի, դա ընդհանրապես պրոպագանդա չի ուրիշի թեզերի։ Դու ժողովրդին զգուշացնում ես, որ այս վտանգը կա։ Հիմա նույն ձև այդ ժողովրդին զգուշացվում էր, որ կա վտանգ Արցախը հայաթափելու, կա վտանգ Արցախը էթնիկ զտման ենթարկելու, կա վտանգ չպաշտպանելու Արցախը։ Եվ մենք տեսանք, չէ, որ դա այդպես եղավ։ Դա ինչ էր տարածվում։ Դե այն ժամանակ էլ ծաղրում էին, երբ ասում էին, որ բայց դա դառավ իրականություն։ իջեցնելը նշանակում է Արցախի ամբողջական հայաթափում եւ հանձնում, դա ծաղրվում էր։ Այո։ Իշխանականների կողմից։ Այո, հիմա նույնն են անում։ Եվ ես ոչ մի կասկած չունեմ, որ ամեն պահանջը ինքը եթե մնաց իշխանության իրականացնելու է, բոլոր պահանջները բավարարելու է եւ վերադարձի, եւ անկլավների, եւ չգիտեմ ինչի, այսինքն բոլոր պահանջները եւ իհարկե գլխավոր պահանջը սահմանադրության փոփոխություն։ Այ հիմա եկանք գլխավոր հարցին։ Տեսեք, ընդդիմությունը ասում է, որ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն, սա ինչ որ առումով համարելով որպես հաղթանակ ընդդիմության համար։ Արդյոք Նիկոլ Փաշինյանին խանգարելու է այդ փաստը, որ նա չունի սահմանադրական մեծամասնություն։ Թե Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ անելու է այն, ինչ որ նա ցանկանում է անել, այսինքն նույնիսկ այդ սահմանադրական մեծամասնություն չունենալը իր համար չի լինելու խոչընդոտ։ Դա կախված է մեզանից։ Դա կախված է հայ ժողովրդից, դա կախված է այն ընդդիմադիր ուժերից, որոնք հաղթահարել են, այսպես ասած, շեմը եւ կարող են խոսել ժողովրդի անունից։ Այստեղ ինչ անելիք ունեն ընդդիմադիր ուժերը։ Շատ մեծ անելիք ունեն, ես կարծում եմ, որ դեռ մենք կտեսնենք սահմանադրական դատանի որոշումը, դեռ մենք կտեսնենք ինչ գործընթաց կստանա այն process-ը, որի մեջ հիմա մենք բոլորս գտնվում ենք եւ ինչ տոկոսային հարաբերակցություն կունենա Նիկոլ Փաշինյանը այդ ազգային ժողովում։ Մանդատ վերցնել չվերցնելու մասին չի խոսքը։ Խոսքը հենց զուտ Նիկոլ Փաշինյանի
քաղաքացիական պայմանագրի ձայների մասին է, հնարավորությունների մասին է։ Եթե ինքը այդ հնարավորությունները չունենա եւ փորձի այդ շրջանցելով մայր օրենքը ինչ որ բաներ անել, արդյոք դա ընդունելի է աշխարհի համար։ Արդյոք դա ընդունելի է։ Աշխարհի համար մենք արդեն փաստեցինք, որ շատ հարցեր ընդունելի են։ Բայց սա ուրիշ հարց է։ Ինչով է ուրիշ։ Սա սահմանադրության դեմ գնալն է։ Դա երկրի մայր օրենքի դեմ գնալն է։ Սա մի քիչ ուրիշ հարց է։ Սա դիտարկում չի։ Ես կարծում եմ հենց ինքը Ալիևը դա չի ընդունի։ Ինչու՞։ Որովհետև ինքը հայտարարել է, որ ինձ Նիկոլ Փաշինյանի հետ պետք չի խաղաղության պայմանագիր, ինձ պետք է հայ ժողովրդի հետ։ Իսկ հայ ժողովրդի հետը դա է։ Ուզենք մենք թե չուզենք, հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքելը դա է։ Ունենալ մեծամասնություն սահմանադրական դե կդնի եւ կատարել հարցը։ Կարծում եք հանրակրվեի դնելու դեպքում չի ունենա մեծամասնություն։ Եթե չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա չի կարող անցկացնել հանրակրվե։ Դե դրա լուծումները արդեն շատերի համար ակնհայտ են։ Օրինակ, ընդդիմությունից կարող են գողանալ մի քանի պատգամավորի ձայն։ Օրինակ, կարող են քաղաքացիական նախաձեռնությամբ ստորագրահավաքում։ Դա էլ այն որոշումն է, որը պետք է ընդդիմությունը հավաքական եւ ամեն մեկը իր մասով կայացնի։ Արդյոք մանդատը վերցնելը օգնելու է մեր պայքարին, թե վնասելու է։ Արդյոք մանդատ վերցնելով մենք կարող ենք կանխել այդ քայլերը Նիկոլ Փաշինյանի, թե չենք կարող։ Եվ իհարկե երբևիցե մի մոռացեք հայ ժողովրդի արդար ցասումի մասին, որը Նիկոլ Փաշինյանը ստանալու է։ Ինչ տարբերակով էլ որ փորձի խեղաթյուրել իրականությունը, խաբել, ներկայացնել ինչ-որ sense կինոներ, պատկերներ, բայց ժողովուրդը ամեն ինչ էլ տեսնում է։ Ամեն ինչ էլ տեսնում է։ Դե հիմա նա ամեն ինչ տեսնող ժողովրդին կոչ է անում, ասում է, որ հարցի հետ համաձայն չեք, դուրս եկեք եւ հեղափոխություն արեք։ Ընդդիմությանն էլ ասում է, ինչու՞ չեք առաջնորդում։ Օրինակ ասում եք, ընտրությունների արդյունքները կեղծված են։ Ինչու՞ չեք առաջնորդում, որ ձեզ ընտրողները դուրս գան եւ հեղափոխություն անեն։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է ինչի համար է դա ասում։ Իմ անունից ասեմ, որ դա Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չի, ժողովուրդը երբ դուրս կգա եւ ինչ ձև կարտահայտի իր կամքը, դա միանշանակ Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ, այլ հայ ժողովրդի որոշելիքն է։ Ինչ վերաբերվում է նրա կոչերին, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս պարագայում, երբ որ ընդդիմությունը չտարավ այն հաղթանակը, որը կարող էր տանել, եթե չլինեին այդ ընտրակեղծարարությունները, որոնք որ եղել են, ապա դրթել, բրթել, ասել, այ եկեք, հեղափոխություն արեք, չգիտեմ ինչ արեք, դա ինքը առջ անգամ չի ասում, իդեպ ինքը շատ է դա ասել, եւ դա իր որոշելիքը չի, դա հայ ժողովրդի որոշելիքն է։ Եթե հայ ժողովուրդը կհասկանա իր ընդդիմադիր ուժերի դեմքով, կհասկանա, որ այո, պետք է արդեն դուրս գալ եւ անել ինչ քայլեր, X քայլեր, պետք է անի ու անելու է։ Ու Նիկոլ Փաշինյանը չի որ պիտի ասի, երբ դուրս գան, ինչի համար անեն հեղափոխություն, ինչի համար չանեն։ Ինքը Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին շատ հանգիստ սիրուն վերցրեց իր մանդատները, գնաց նստեց ազգային ժողովում, ոչ ԿՀ-ի մեջ, ոչ սահմանադրական դատարանի մեջ, ընդունեց սիրուն արդյունքները, գնաց նստեց ազգային ժողովում, մի տարի հետո եղավ այն, ինչ եղավ։ Մի կողմ թողնենք բոլոր այդ ձեր ասած գլխագողություն, ձայներ տալ եւ այլը, դա էլ ինձ թվում է, եթե ընդդիմությունը հավաքական որոշում կկայացնի մանդատներ վերցնել եւ գնալ ազգային ժողովում էլ եւս պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինձ թվում է, որ ամեն մեկը պետք է իր ցուցակի համապատասխանատու լինի գերագույնից, եթե մինչեւ հիմա դա այդքան էլ էական չէր, հիմա արդեն շատ էական է։ Ու էական է ժողովրդի համար, այն 600,000 ժողովրդի համար, որը գնացել է եւ ձայները տվել է։ Տիկին Ազյան, եւ վերջում ուզում եմ ամփոփել հասկանալու համար, թե դուք ինչպես եք գնահատում Հայաստան դաշինքի
գրանցած արդյունքը այս ընտրություններում։ Օրինակ դուք համարում եք, որ Հայաստան դաշինքը արեց իր առավելագույնը, որ Հայաստան դաշինքը ստացավ իր առավելագույն ձայները, հատկապես ես ուզում եմ նշել, որ նախընտրական փուլում կային կանխատեսումներ, որ Հայաստան դաշինքը նույնիսկ անցողիկ շեմ չի հաղթահարելու, եւ այդ կանխատեսումները նաեւ գալիս էին դարձյալ ընդդիմադիր թևից, այլ ընդդիմադիր օրինակ ուժերից կային կանխատեսումներ, ձեզ կոչեր էին անում, ասում էին՝ մի մասնակցեք, ձայներ եք փոշիացնելու։ Հիմա ի վերջո դուք եթե մասնակցեցիք եւ անցողիկ շեմը հաղթահարեցիք, սա ձեզ համար հաղթանակ էր, թե դուք ավելին եք ակնկալում։ Գիտեք, այն ուժերը, որոնք այդ կոչերը անում էին, եկեք հասկանանք ինչ է դա, ինչի համար է դա արվում։ Բոլորի համար ակնհայտ էր, որ Հայաստան դաշինքը հաղթահարելու է այդ շեմը։ Եվ այդ կոչերը, այդ կանխատեսումները, այդ ստատիստիկ ինչ որ չգիտեմ հետազոտությունները, այդ խոսացող գլուխները, որոնք որ դա ներկայացնում էին, դա պրոպագանդայի, մանիպուլյացիայի ձև է եւ տեսակ է։ Այսինքն նպատակ ուներ մաքսիմալ այնպես անել, որ Հայաստան դաշինքը քիչ ձայն ստանա։ Այսինքն անել ամեն ինչ, որ ժողովուրդը նայի եւ ասի, այսպես է, դե գնանք ավելի շատ ուրիշ տեղ ձայն տանք, որոնք որ հստակ անցնելու են, հա։ Բայց այդ մարդիկ նույնը չարեցին, օրինակ միասնության թևերի հանդեպ։ Եվ հիմա չեն ասում, չեն դիմում միասնության թևերին եւ չեն ասում, ինչու մասնակցեցիք ու փոշիացրեցիք այդքան տոկոս ձայն։ Լավ, հիմա եթե դուք մտածում եք, որ դա հատուկ ուղղորդված է, ինչու, ում կողմից եւ ինչու Հայաստան դաշինքի դեմ այդ դեպքում, եթե դուք հստակ պնդում եք, որ թիրախային Հայաստան դաշինքի դեմ ենք տեսել ենք ովքեր են խոսում։ Միքայել Մինասյանի հետ առնչվող ուժեր, ուժեր էլ չեն, ուժ դժվար է անվանել 5 հատ խոսացող ինչ որ մարդիկ, հա, որոնք որ միանշանակ նույն գծի մեջ շատ զվարճալի ձևով կրկնում են իրար մտքերը, նույն բանը 5 հոգով գրելով, տարածելով, օգտագործելով լրատվամիջոցների հնարավորությունները տիրաժավորելով դա, նետելով դաշտ, որ Հայաստան դաշինքը չի հաղթահարելու շեմը, չի փոշիացնելու է այդ ձայները, մարդը կանգնել էր, ասել էր նրանցից մեկը, որ 3% նույնիսկ չի հավաքելու Հայաստան դաշինքը, եթե այդպես չլինի ինքը ներողություն կխնդրի, մինչև այսօր դեռ ներողություն չի խնդրել։ Խոսքը Սամվել Ֆարմանյանի մասին է։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ներողություն խնդրի ամենայն դեպս։ Եվ մնացած բոլորը, որոնք այն քարոզը, որը տանում էին Հայաստան դաշինքի դեմ, մենք միանշանակ կարող ենք ասել, որ նրանք նույնը չեն արել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Լավ, ո՞րն է նպատակը։ Միքայել Մինասյանը, Սամվել Ֆարմանյանը ընդդիմադիր գործիչներ են։ Այո։ Ո՞րն է նրանց նպատակը, օրինակ թիրախավորելու մեկ այլ ընդդիմադիր ուժ։ Ինչու՞ն է նրանց ընդդիմադիր լինել։ Ընդդիմադիր չեն նրանք։ Ոչ։ Եթե նրանք ամեն ինչ անում են ընդդիմության դեմ եւ ոչինչ չեն անում իշխանությունների դեմ, ես չեմ կարող նրանց ընդդիմադիր գործիչներ անվանել։ Ինչ քննադատում են, չեն քննադատում իշխանությունները։ Ես չեմ տեսել։ Համենայնիվս վերջի շրջանում նրանց ամբողջ ուժը, եռանդը, կրեատիվը, չգիտեմ, հնարավորությունները, ինտելեկտուալ իրենց մակարդակի հնարավորությունները ծախսվում են նրա վրա, որ աշխատեն ընդդիմության դեմ։ Աշխատեն ազգային ժողովի ամենամեծ ուժի դեմ եւ աշխատել են եւ օգտագործել են տարբեր լրատվամիջոցներ, ինչպես եւ աշխատել են Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008 թվականից մինչեւ առայսօր 10 տարի Նիկոլ Փաշինյանի թերթով Նիկոլ Փաշինյանի նման լրատվականներով աշխատել են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Դուք աշխատել ասելով նկատի ունեք այն ինֆորմացիան, որ Միքայել Մինասյանը ֆինանսավորել էր Նիկոլ Փաշինյանի։ Այո, եւ այն ստերը, որոնք տիրաժավորվել էին այսպես կոչված ընդդիմադիր մամուլով, որը որ ժամանակը ցույց տվեց, որ ոչ մի ընդդիմադիր մամուլ չէր, ամբողջովին ֆինանսավորվում էր հենց իր կողմից, իր խոստովանությունն եմ ասում, ոչ մի նոր բան չեմ ասում։ Միքայել Մինասյանը անձամբ խոստովանել է, որ ֆինանսավորել է 10 տարուց ավել Նիկոլ Փաշինյանի թերթը, իհարկե ուրիշ բացատրություն է տալիս, բայց փաստը մնում է փաստ։ Ճիշտ է։ Ֆինանսավորել են Քոչարյանի մասին բոլոր ստերը։ Օրինակ Spike ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին։ Իշխան հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ
Սպայկան պատկանում է 49%-ը պատկանում է Միքայել Մինասյանի հետ փող կապակցված անձի։ Ճիշտ է։ Եվ իդեպ հոդված էր հրապարակվել դրա հետ կապված, որ փաստորեն Ռուսաստանում դատախազությունում խնդիրներ ունի Սպայկան եւ Սպայկայի տնօրենը, սեփականատերը հիմա հետախուզման մեջ է։ Բայց Նիկոլ Փաշինյանն ձայն չի հանում։ Նիկոլ Փաշինյանը, որը ցանկացած նախկինների հետ կապված թեմայի վերաբերյալ բարձրաձայնում, գոռում, գոչում, թափահարում, ցույց տալիս այ տեսեք, սենց տեղ են արել, այստեղ նենց են արել եւ այլը, բայց փաստացի ոչ մի ձայն չկա դրա մասին, բայց խոսքը $500 միլիոն մասին է։ Ճիշտ է։ Խոսքը $500 միլիոն մասին է, բայց Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանում, չի ասում, այ տեսեք ինչեր են արել Միքայել Մինասյանը այն ժամանակ, երբ որ այդ խախտումը արվել է, այդ կազմակերպության 49%-ը պատկանել է Միքայել Մինասյանի հետ փող կապացված անձի։ Բայց Նիկոլ Փաշինյանը լռում է դրա մասին։ Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, իր ամբողջ պրոպագանդայի մեքենան, սկսած տարբեր YouTube-յան ալիքներով եւ վերջացրած իր падգամավորներով ոչ մի կերպ չեն անդրադառնում այդ թեմային, ինչու։ Իսկ գուցե նրա հարցի պատասխանը։ Ես ունեմ դրա այդ հարցի։ Ես անձամբ ունեմ, այո, որովհետև Միքայել Մինասյանը ջանք չխնայելով իր ամբողջ այդ քարոզչական խմբակով օգնեց Նիկոլ Փաշինյանին նախընտրական շրջանում, հարվածելով Հայաստան Դաշինքին, հարվածելով Ռոբերտ Քոչարյանին, հարվածելով միասնական ընդդիմությանը, որովհետև եթե դու այդքան հարվածում ես մի ուժի, մյուս ուժերը մտածում են դե լավ մենք իրանց մասին, այսպես ասած, լռենք, հա, որ հանկարծ մեր կողմել չթեքվեն։ Դե դա այդպես է, այսինքն դրանով էր պայմանավորված, երբ կային ուժեր, որ հայտարարում էին մենք Ռոբերտ Քոչարյանին չենք աջակցի, չենք ընտրի վարչապետ։ Կարծես այսպես արշավ էր գնում բոլորը հերթով հայտարարում։ Որովհետև կան ուժեր եւ կան հիմա, որոնք մեծ փորձառություն չունեն քաղաքական դաշտում, չունեն այն փորձը, որը ունի օրինակ Հայաստան Դաշինքի մեջ ներգրված ու ներառված ուժերը չունեն այդ փորձառությունը եւ այո, ինչու՞ չէ, կարող են ահաբեկվեն, կարող են վախենան, մտածեն, դե մի կողմ մնանք, մի քիչ ավելի մեղմ, չգիտեմ, ինչ որ սվաղած վերաբերվենք, բայց չխոսանք դրա մասին, թե ովքեր են իրական ընդդիմությունը։ Եվ չտարածենք այն թեզերը, որոնք որ առաջ են բերում այս մարդիկ, որտեղ այս մարդիկ, այն մարդիկ են, ովքեր Նիկոլ Փաշինյանին պահել, գուրգուրել, ֆինանսավորել, մեծացրել, ազգային ժողով մցրել եւ այլը, բոլոր քայլերի հետևողականությունը ես կարծում եմ մեր ունկնդրողը գիտի։ Շատ լավ, Տիկին Ազյան, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան Դաշինքի падգամավորի թեկնածու Քրիստինե Նազյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։